Այո, հունվարի մեջ այդ 30 օրվա ընթացքում հերթեր են լինելու, որտեղ սահմանի վրա, օրինակ ինձ տեղեկացրել են, բազմաթիվ մեքենաներ կան, որոնք որ չեն ներմուծվել, սպասում են, ասենք օրինակ, չգիտեմ, հարևան, այսինչ երկրում, այնինչ երկրում, այսինչ տրանսպորտային հանգույցում, սպասում են, որ վերջնական տեսնեն ինչ է դառնում այս օրենքը, որ ներմուծեն, մեծ հոսք է լինելու։ Խոսքը վերաբերում է նաև մեծարժեք մեքենաների մեծ գումարի մասին, 15,000 մեքենաներ, ավտոմոբիլներ, էլեկտրական, նաև օգտվելու են այդ քվոտայից եւ 15,000-ի շրջանակներում չեն վճարելու նաև մաքսատուրք։ Եվ այստեղ էլ նաև այս իրազեկումն անենք, մի քիչ բացատրենք հստակ տարանջատված, ինչի մասին է դա, այսինքն որ ավտոմեքենաների էլեկտրոնն այստեղ պիտի շեշտվի նաև այդ կանոնը տարածվում է մաքսատուրքի վրա թե ոչ, այսինքն 2 տարվա էլեկտրոմոբիլների ներմուծման կանոնը, սահմանը հատելը բոլորը գիտեն, չէ, երբ որ այդ ավտոմեքենան հասնում է սահմանի մեր կետ եւ հատում է սահմանը։ Սա է ժամկետի հաշվարկի հիմքը, թե երբ որ մարդը իր թղթերով գնում է այդ ձեր ասած մաքսազերծումն անի, ստացվի ճարպիկները եւ ասենք տենց վարժ մարդիկ արագ օգտվեն դրանից եւ հանկարծ այն մարդիկ, ովքեր որ ամենամեծ կարիքն ունեն այս աջակցության կամ այս արտոնության, իրենք դուրս մնան, սա կազմակերպական խնդիր է արդեն դառնում իր մեջ ռիսկեր պարունակելով։ Մի ամիսը դուք որ հետաձգել եք, հանրային շահը այդտեղ չի, էլի, նես չի որ դուք չափել եք փետրվարի 1-ով հանրային շահը վերջացավ, այլևս մինչև փետրվարի 1, օքեյ, ամեն ինչ նորմալ է, եթե փետրվարի 1-ից հետո լինի հանրային շահը վերջացավ եւ ամեն ինչ գնաց դեպի կատաստրոֆա։